մեր գործընկերները Արթուր Սարգսյանն էլ կալանավորված, այդքան մարդիկ են կալանավորված, բոլորս ինքներս անցնում ենք տարբեր քրեական գործերով, իմ հետ կապված կա քրեական գործեր, շատ-շատերի հետ, այսինքն այս 7 տարիների պայքարը այնպես չի, որ հեշտատերում են դիմության, ստանոք մենք շատ ժամանակ չենք բարձրաձայնում, բայց չպես կարելի ասել ընդդիմությունը թեթև տանում կամ հնարավոր է հաշտնել սա ինչ է, դուք չեք տեսնում ինչ կարգի ռեպրեսիաներ են, բռնաճնշումներ են, ինչի մասն է խոսքը։ Քոչարյան, երեկվա կալանավորումների հետ կապված ձեր գնահատականը, սա կրկին ևս մեկ անգամ հատված էր հայ առաքելական եկեղեցուն ուղղված։ Իհարկե, միանշանակ, քիչ առաջ ասացի, միշտ թվում է, թե ինչ-որ սահման կարող է ունենալ սրանց այս իրավական բեսպրեդելը լկտիությունը, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ չէ կարող են ավել ու հենց մեծ հաշվով սա ենք մենք երկար տարիներ զգուշացնում, խոսում սրա մասին, փողոց դուրս գալիս պայքարելու այս ամեն ինչի դեմ, որ մեր հանրության այն հատվածը, ովքեր դեռևս ինչ-որ հույսեր կապում են այս իշխանությունների, հասկանան, որ սրանք ուղղակի տանում են հայկականության ոչնչացմանը, որի առանցքը եկեղեցին։ Տեսնում ենք, ձեզ եկել եք դատարանի բակ, այսպես ի աջակցություն Բագրատ Սրբազանի, երեկ էլ, մի երկու օր էլ Սամվել Կարապետյանի դատավարությունն է լինում, բայց կարծես ձեզ չեք նկատել, նա չեն դիմադիր դաշտում այ գործում, ինչու՞ ձեր աջակցությունը ֆիզիկապես դատարանի բակում այնտեղ։ Ես եղել եմ շատ տարբեր դատավարությունների ընթացքում, թե Սամվել Կարապետյանի, թե այս դատավարությունը, թե շատ ուրիշ դատավարություններ, ես օրինակ երեկ ցերեկ այցելել ենք ես Իշխան Սաղաթելյանը եւ Աղվան Վարդանյանը այցելել ենք նաեւ Բագրատ Սրբազանին տեսակցության, այսինքն մենք այս ամեն ինչի մեջ ենք, եթե ինչ որ միտեղ կոնկրետ մեզնից մեկը չի լինում, դրանից չի կարելի ուրիշ ենթադրություններ անել, մեր մյուս գործընկերներն են եղել են այնտեղ, այնպես որ թիմային աշխատանքը պետք չի այսպես անհատական։ Տեսեք, ընդդիմադիր դաշտում մի տեսակ շատ խանդով են վերաբերվում մեկը մյուսին, օրինակ ձեր կոնկուրենտ այսպես ընդդիմադիր թևերը, օրինակ ձեզ են մրցակից համարում հիմնականում, ու նաև Սամվել Կարապետյանին։ Դուք օրինակ Սամվել Կարապետյանին կամ նրա կողմից ձևավորվող ուժին ընտրություններին մրցակից համարել եք։ Գիտեք, եթե տարբեր ուժերով մասնակցում ես ընտրություններին, կամա-թեակամա նաև մրցակից ես լինում, բանի առումով, որը եթե տարբեր ես մասնակցում, բայց իսկապես այն ուժերը, ովքեր իսկապես պայքարում են այս իշխանությունների դեմ, կա այն համոզմունքը, որ այդ ուժերը չեն միանալու որևէ կերպ քաղաքացիական պայմանագրին, ես շատ լավ եմ նայում այդ ուժերի մասնակցությունը, ովքեր իրապես շանս ունեն հաղթահարելու։ Ո՞նց է կազմակերպելու այդ գործընթացը, որ մեկը մյուսին չխանգարեք, մեկը մյուսից ձայն չփախցնեք, իրար դեմ չպայքարեք տակից, կողքից, բացահայտ։ Պետք է փորձել, շատ կարևոր է դա իրար չխանգարելու հանգամանքը, եւ ես կարծում եմ, որ այստեղ քանի որ գլխավոր նպատակը այս իշխանությունների չվերընտրվելն է եւ կարծում եմ այստեղ հնարավոր է ճիշտ լուծումները գտնել իրար չխանգարելու։ Եվ մի բան էլ, քանի որ ձեզ եմ տեսել, ձեզ հարցին, մյուսներին էլ այդ նույն հարցը տամ։ Դուք տեսնում եք, որ ձեր դեմ օրինակ ընդդիմադիր այլ ուժերից պայքարում են հիմական, ոտքի տակը փորում են կամ ինչ որ մեթոդներով ձեր դեմ պայքարում են։ Իհարկե կա։ Տեսել ենք, մենք դրա մասին բարձրաձայնել ենք։ Տարբեր հիմա անկեղծ չեմ ուզում դրա վրա ես կենտրոնանամ, բայց կա նման բաներ, ինչ որ դեպքեր կա, որ նաև ըմբռնումով ենք մոտենում, ուզում են ինչ որ ուժեր ընդդիմադիր դաշտում տեղ զբաղեցնել, ավելի ամուր տեղ զբաղեցնել եւ ինչ որ ժամանակ միգուցե մտածում են, որ մեզ կամ մեր ինչ որ գործողությունների հետ համաձայն չլինելով կամ ինչ որ բաներ մեր դեմ խոսելով միգուցե մտածում են, որ կարող են այսպես իրենց տեղը ավելի ամրացնել կամ տեղը ունենալ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, ըմբռնումով ենք մոտենում։ Շատ դեպքերում իհարկե անցնում է թույլատվելու սահմանները, բայց Պարոն Քոչարյան, տեսեք, այդ նոր ձևավորված մեր ձևով շարժումը ինքը բացառել էր հայտարարության տեսքով որևէ համագործակցությունը նախկին նախագահների հետ,
Ինչու չենք եւ ասում են մենք շատ մաքուր ներկա ունենք, այսինքն անցյալից այսպես շակերտավոր կեղտոտ մարդիկ չկան մեր կազմում, ինչու են համարում այսպես նախկին նախագահներին, ես հիմերին կեղտոտ եւ ինչու են բացառում համագործակցությունը, արդյոք ժողովրդի աչքում հաշվի են առնում, չգիտեմ, շոր բան, որ ցածր վարկանիշ ունի կամ ձեր ներկայությունը գուցե իրենց վարկանիշին վնասի։ Դե կարծի երևի թե ինչ չողված, իրենց հարված, ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց խոսքը գնում է նախընտրական դաշինքներ կազմելուն, ինչին ես շատ նորմալ եմ նայում, առանձին ուժ են, ունեն իրենց ծրագրերը, ուզում են առանձին մասնակցել եւ այսինքն ինչն է այստեղ ոչ նորմալ կամ ձեր ասածի մեջ նորմալ ձևավորելու որևէ ուժի հետ նախընտրական նախընտրական, ինչպես արդեն ասվել է, ավելի մանրամասն ընտրությունների մասնակցության ֆորմատի դաշինքի, ովքեր կարող են ներգրաված լինել, մենք ամիսներ հետո դրա մասին կխոսենք, այս պահին ավելի մանրամասնելու բան չունեմ այս մասին։ Տեսեք, քանի որ դուք ձեր թևը, ձեր հայրը քաղաքական ուժ չունեք, կուսակցություն չունեք, բայց քաղաքական թիմ ունեք, չնայած կոնկուրենտացիի 18 աջակիցներ 19 երևի։ Ինչ-որ է, քանի հոգի ուզում է լինի։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, էլի Հայաստան դաշինքի ձևաչափով, անունը էլի մնալու է Հայաստան դաշինք, թե այլ ձևաչափ, ովքեր են լինելու Հայաստան դաշինքի մեջ, էլի դաշնակցություններ լինելու, թե Ես ստիպված պիտի կրկնեմ նույն բանը ուղղակի, քանի որ իսկապես այդ մասով վերջնական որոշում եւ քննարկումներ չի եղել, այնպես որ մի քիչ անպատասխանատու կլինեին կողմից, հիմա որևէ բան ավելի հանրապետական այդ դաշինք հավանական համարում եք։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետեւ դրա իմաստը չկա, նպատակը չկա։ Մեղադրում են ժողովուրդ, հա, որ Փաշինյանի իշխանությունից փրկվել ընդդիմադիրների հավաքվելու միասնական լինելու մեջ է։ Եթե նպատակը մեկն է, բոլորի նպատակը մեկն է, ի՞նչ է կարող։ Նպատակը մեկն է, բայց նպատակին հասնելը չի նշանակում, որ բոլորը պետք է միավորվեն, այսպես ասած, մեկ նախընտրական ցուցակի մեջ։ Ես չեմ կարծում դա ճիշտ մոտեցում եւ իսկապես տարբեր ազնիվ թեկուզ ընդդիմադիր թիմեր կարող են ունենալ տարբեր մոտեցումներ եւ այս մեկ ցուցակում ընդգրկվելը չեմ կարծում, որ որևէ մեկին այս առումով ճիշտ օգուտ կտա։ Իհարկե միավորումներ պետք են, ավելի մեծ բլոկներ են պետք լինելու, ավելի փոքր կուսակցությունները, քիչ վարկանիշ ունեցող կուսակցությունները կարծում եմ սխալ կլինի առանձին մասնակցելը, ավելի ճիշտ է ճիշտ հաշվարկված միավորումներով գնալ։ Եվ մեր սոցիալական ցանցերին հետևելով այսպես նկատել եմ, որ մարզեր է գնում, հա, հանդիպումներ է ունենում, եւ սա կարելի է համարել նախընտրական ինչ-որ այցեր է քաղաքական զրույցներ է մարդկանց հետ եւ ինչ տպավորություններ կան մարդկանց արտականներից։ Եթե հետևում եք իմ սոցիալական ցանցերին, կտեսնեք, որ դա նոր չի, վաղուց է արվում, դեռևս անցած տարվա սկզբներից սկսած, նախ անցած տարվա վերջերից սկսած, այսինքն սա նոր բան չի։ Միջև իմ պատգամավոր դառնալը, եթե չեմ սխալվում, մեր պատգամավորները անում էին այդ այցերը, սկսա մշտական բան է, որը արվել է եւ շարունակելի է արվել։ Շնորհակալություն։